Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրի Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։ Չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար եւ հեռանում եմ առաջնագից, պատրաստ եմ դիմակայել ցանկացած ճնշման։ Ես ազնիվ եւ պարկեշտ մարդ եմ, նշել է նա New York Post-ի հետ զրույցում։ Երմակի խոսքով իրեն անարգել են, իսկ ճշմարտությունն իմացողները չեն աջակցել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է Էներգոատոմ ընկերության հետ։ Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել։ Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը եւ հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաեւ Անդրի Երմակի անունը։ Նաեւ Երմակը գլխավորում էր ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Կիևի թիմը, այժմ նրա փոխարեն նշանակվել է Ուկրաինայի ԱԽ-քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Հայտնի է, որ պատվիրակությունն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Կրեմլի խոսնակն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթվա առաջին կեսին Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին, օրակարգում կլինի ռուս-ուկրաինական կարգավորումը։ Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով ձեռնարկում են բոլոր միջոցները երկրի ազգային անվտանգությունը եւ հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունից էլ տեղեկացրել են, որ միգրանտներին Ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշումներ այլևս չեն կայացնելու, մինչեւ մանրակրկիտ ստուգումներ չանցկացնեն։ Նոյեմբերի 27-ին Վաշինգտոնի կենտրոնում Սպիտակ տան մոտ կրակոցներ էին հնչել, ծանր վիրավորում էր ստացել ազգային գվարդիայի զինծառայող, նրանցից մեկը մահացել է։ Կրակոցներ արձակածանձը ըստ ԱՄՆ իշխանությունների Աֆղանստանից է։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընդմիշտ դադարեցնել միգրացիան երրորդ աշխարհի երկրներից եւ վտարել բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու որոշման մասին։ Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի եւ մարդկանց առևտրով զբաղվողներին տեղեկացնում ենք, որ Վենեսուելայի եւ այդ երկրի շուրջ օդային տարածքն ամբողջությամբ փակ է լինելու, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Անցած շաբաթ Վաշինգտոնն ավիակիր էր ուղարկել Վենեսուելայի ափերի մոտ, իսկ դրանից առաջ Պուերտո Ռիկոյում զորավարժություններ անցկացրել։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ այս միջոցառումները ձեռնարկվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Սակայն կարծիքներ կան, որ Վաշինգտոնն իրականում ցանկանում է պաշտոնանկ անել Վենեսուելայի նախագահին։ Նիկոլաս Մադուրոն էլ հայտարարել է ցամաքային, ռազմածովային, օդային եւ հրթիռային ուժերը պատրաստության բարձր մակարդակի բերելու մասին։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Արևելյան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս առաջինը միասնական աղոթք են հնչեցրել առ Աստված Թուրքիայի Իզնիկ քաղաքում քրիստոնեական այլ հոգեվոր առաջնորդների հետ։ Ժամերգության ավարտին քրիստոնեական եկեղեցիների եւ համայնքների ղեկավարները միասնաբար արտասանել են հավատո հանգանակը։ Այն 325 թվականին Նիկեայի առաջին տիեզերական ժողովում միասնական եւ ընդհանրական եկեղեցու ընդունած դավանանքի քրիստոնեական բանաձևն է։ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքը շնորհակալություն է հայտնել Պոնտիֆիկոսին Նիկեայի տիեզերաժողովի հոբելանը միասին նշելու հրավերն ընդունելու համար։ Լևոն 14-րդն էլ հայտարարել է, որ կրոնն ընդհանրապես չպետք է օգտագործվի պատերազմներն ու բռնությունն արդարացնելու համար։ Փորձագետների գնահատմամբ քրիստոնեական ավանդական եկեղեցիների հոգեվոր առաջնորդների համատեղ աղոթքը եւ հոբելանը միասին նշելու փաստը կարևոր են քրիստոնյաների միասնությունը խրախուսելու տեսանկյունից։ Արարողությանը մասնակցել են նաեւ հայ եկեղեցու ներկայացուցիչները։ Իզնիկ քաղաքը գտնվում է պատմական Նիկեայի տեղում, համատեղ աղոթքից հետո կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր։ Այն ամրագրել է Իզնիկում նրանց հնչեցրած հորդորները եւ գաղափարները։ Դիանա Գասպարյան, լուրեր։